Ուժի մեջ է մտնում անմիջապես։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բիզնես վարող ցանկացած երկիր կվճարի 25% մաքսատուրք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կատարվող ցանկացած եւ բոլոր գործարքների համար։ Այս որոշումը վերջնական է եւ վճռորոշ։ Truth Social-ում Թրամփի այս գրառումն աժոտաժ է առաջացրել միջազգային քաղաքական ու տնտեսական շրջանակներում։ Թեև Թրամփի որոշման ուղիղ հասցեատերերն Իրանի հետ առևտուր անող մեծ տերություններն են, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, այն գործնականում կազդի բոլոր պետությունների, այդ թվում Հայաստանի վրա։ Նախ Իրանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, որի հետ մեր երկիրը միայն 2024 թվականին շուրջ 750 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն է ունեցել։ Հայաստանն առևտրային հարաբերություններ ունի նաև Միացյալ Նահանգների հետ։ 2024-ին Միացյալ Նահանգների արտահանել շուրջ 60 միլիոն դոլարի ապրանք, ներկրել ավելի քան 300 միլիոնի։ Թրամփի հիշատակած 25% մաքսատուրքի վերաբերյալ դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա հրապարակված։ Ինչ է սպասվում հայկական այն ընկերություններին, որոնք ապրանքներ են արտահանում Միացյալ Նահանգներ։ Կապ հաստատեցին քաղցրավենիք արտահանող ընկերություններից մեկի տնօրենի հետ։ Նա մեզնից լսեց Թրամփի որոշման մասին եւ անմիջապես մտահոգվեց։ Գուցե դադարեցնեն Միացյալ Նահանգների հետ առևտուրը, քանի որ ապրանքի ինքնարժեքը կբարձրանա եւ հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող լոգիստիկ դժվարությունները, նախապատվությունը կտրվի տարածաշրջանի այլ երկրների ապրանքներին։ Եթե Թուրքիայից ավելի հեշտ, ավելի էժան ձևով գնում հասնում է տեղից մեր մոտից ճանապարհածախսը կրկնակի, երակի անգամ թանկ է։ Միացել ընդեղ նորից հավելյալ մաքսատուր 20-25%, արդեն մենք մրցունակությունից դուրս ենք գալիս, միանշանակ վատ է այդ մեր համար։ Առանձին ընկերությունները կտուժեն, բայց երկրի տնտեսության վրա այս նոր մաքսատուրքը մեծ ազդեցություն կարող է չունենալ, հաշվի առնելով առևտրի փոքր ծավալները։ Մենք Ամերիկայի հետ առևտուր չունենք լուրջ։ Ինչ ասում Թրամփը։ Եթե Իրանի հետ առևտուր ես անում, ապա ինձ հետ առևտուր անելիս քո ապրանքները, որոնք արտահանում ես դեպի Միացյալ Նահանգներ, ես դրանց վրա լրացուցիչ 25% մաքսատուրք եմ դնում։ Պոշտինա։ Մենք ոչ մի լուրջ արտահանում չունենք Միացյալ Նահանգներ։ Մեծ թվեր չեն անշուշտ եւ դա տենց հատուկ անհանգստության միտում չի տալիս Հայաստանին, որտեվ այդեն արտահանման ծավալը չի, որ անհանգստություն առաջացնի, բայց նաեւ պետք է ասեմ, որ մատակարար եւ մասնավորողակ հայկական արտադրողը եւ տնտեսվարողը անշուշտ կգան երկկողմանի հայտարարի ինչ որ ձևով հայկական ապրանքի նվազեցման, հիմա էկոնոմիկայի նախարարությունը աջակցման ռեսուրսներ է տրամադրում, մենք որպես միջազգային գործարքապերի աջակցման խորհուրդ տրամադրում ենք ապահովագրման հատուկ ճանապարհգիծ, ինվոյսինգի արժեքի 85% արտադրող ընկերությանը, սա շատ կարևոր գործիքներ են, որ ընկերությունները կարող են այդ միջոցներով իրենց շրջանառությունը արտադրական մեծացնել, ծավալները մեծացնել, կին որակ փոխհարաբերություն կան մատակարարի հետ հայտարարման, որը շուկայի վրա այտենց մեծ ազդեցություն առանձնապես չի ունենա։ Արդյոք Թրամփի ճնշումներն Իրանի հետ առևտուր անող երկրների վրա չեն ուժգնանա անգամ ավելի բարձր մաքսատուրքերի ձևով։ Հայաստանը հնարավոր է մի օր երկընտրանքի առջև ստիպված լինի կանգնել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որքան էլ բարձրանալ Միացյալ Նահանգների մաքսատուրքերը, Հայաստանի համար առաջնահերթությունը պետք է լինի Իրանի հետ առևտուրը։ Նույնիսկ 50% մաքսատուրքի կիրառման պարագայում Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրից։ Դա ակնհայտ է, փաստ է եւ պետք է ամեն ինչ դիտարկենք զուտ տնտեսական առումով։ Հայաստանը միաժամանակ պետք է շարունակի իր առևտուրը Իրանի հետ եւ այդ նույն ժամանակահատվածում պետք է քննարկի Թրամփի աշխատակազմի հետ այդ մաքսատուրքերի չբարձրացման ուղղությամբ կամ գոնե այդ մաքսատուրքերի բարձրացման հետաձգման ուղղությամբ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգների նախագահի որոշումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարթության վրա է հարկավոր դիտարկել։ Իրանը Հայաստանի կարևոր տարածաշրջանային գործընկերներից է եւ տարանցման կարևորագույն ուղղություն ինչպես դեպի Կենտրոնական Ասիա, այնպես էլ Հնդկաստան եւ Չինաստան։ Մենք պետք է հասկանանք, որ Իրանը ոչ միայն առևտրի հարց է մեզ համար լուծում, այլ նաեւ տարանցիկության։ Այսինքն, երբ որ Վրաստանի սահմանը մեզ համար փակվի, մենք ունենանք տարանցիկ հնարավորություն Իրանի պարագայում, այսինքն մենք չենք կարող հավասարացնել առևտրերը իրար հետ, նույնիսկ առևտրի պարագայում իրանական արտահանումը ավելի շատ է, քան ամերիկյանը, բայց ամենակարևորը Հայաստանի հետ պահպանել Իրանի հետ բաց սահմանները, գործընկերային մթնոլորտը, հաշվի առնելով մեր պատմական կապերը, մեր Սփյուռքի առկայությունը, մեր տնտեսական նախագծերը, որոնք ունենք համատեղ։